Ոստիկանությունը վերջին շրջանում փուլ առ փուլ ուսումնասիրում է քաղաքացիներին պատկանող զենքերի փաստաթղթերը եւ անգամ օրինական հիմքով ձեռքբերված զենքերի դեպքում պահանջում է դրանք հանձնել կամ ենթարկում է տեխնիկական վնասման օգտագործման համար անպիտան դարձնելու նպատակով։ Այս գործընթացը վերաբերում է ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլև պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձանց։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր 2006-ից 2011 թվականներին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանն է դատի տվել ներքին գործերի նախարարությանը։ Արմրու լրատվականին հայտի դարձավ, որ Արմեն Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ ներքին գործերի նախարարության, խնդրելով ներքին գործերի նախարարությանը ոստիկանությանը պարտավորեցնել ձեռնպահ մնալ որպես պարգև տրված եւ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող Colt 38 տեսակի գործարանային SG-03-960E համարի զենքն առգրավելուն եւ մալելուն գործողություններին։ Զենքի մասին 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պատկերված անձիկ մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարտավոր էին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր եւ զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննություններ հանձնելու մասին փաստաթուղթ։ Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում Զենքը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը մալում է եւ վերադարձնում տիրոջը։ Դատելով իրավիճակից բոլոր նրանք, ովքեր օրենքի այս կետերին չեն ենթարկվել կամ գործընթաց չեն իրականացնել, նրանց պատկանող զենքերը ներքին գործերի նախարարությունը առգրավում է։ Արդյունքում վերջիններս ընկել են դատարանի դռները եւ փորձում են իրենց իրավունքները վերականգնել դատարանում։ Ինչով կավարտվի այս պատմությունը, մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը եւ անդրադառնում ենք բոլոր այն նախկին պաշտոնյաների կամ քաղաքացիների զենքերի շուրջ, որոնք փորձում են դատարանի միջոցով չտալ այն ոստիկանությանը։